Պատրաստ ենք ստորագրել թեկուզ հիմա։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել թեկուզ հիմա։ Նա նաև նշել է, որ ներկա պահին փաստաթղթի ստորագրման վայրի եւ ժամկետների վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ չկան։ Մոսկվան ափսոսում է Փաշինյանի որոշման համար։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը անդրադարձել է Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի չմասնակցելու որոշմանը։ Մոսկվան ափսոսում է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է անձամբ չմասնակցել Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին, ասել է նա։ Փեզեշքյանը նշել է պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհը։ Իրանը մշտապես ձգտել է խաղաղության, բայց ներկա պայմաններում պատերազմին վերջ դնելու միակ ճանապարհը Իսրայելի ագրեսիան անվերապահորեն դադարեցնելն է, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Նրա խոսքով հակառակ դեպքում պատասխանները թշնամուն կլինեն ավելի կոշտ եւ ցավալի։ Եվրաերյակը կհանդիպի Իրանի արտաքին գործերի նախարարի հետ։ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներն այսօր Ժնևում կհանդիպեն իրենց իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ, քննարկելու Թեհրանի միջուկային ծրագիրը եւ Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցման հարցը։